Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից, այսօր ապրիլի 5-ն է 2026 թվական, Քրիստոս հարյավ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ընտրությունների հետ կապված սկզբից մի քիչ անդրադառնանք կարճ, որովհետև Ռուսաստանից էլ արձագանքներ կան, շանտաժներ կան եւ այլ, որ ուղղակիորեն առնչվում են ընտրություններին, դրա համար դա էլ միասին կանդրադառնանք։ Այդ տեսեք, շատ են խոսում, թե գիտեք, այ որ մասնակցեք, դրանով կփոշիացնեք ձայները, իմաստը որն է եւ այլ եւ այլ։ Ես ուզում եմ իմանամ, նրանք ովքեր դա ասում են, ում ձայներն ենք փոշիացնելու մեր մասնակցությամբ։ Եթե դուք գտնում եք, որ երկու հիմնական մրցակից կա Նիկոլ Փաշինյանը եւ Սամվել Կարապետյանը, այսինքն մենք չմասնակցենք, որ չփոշիանա, որ ով հաղթի։ Ով է ձեր սրտի թեկնածուն, որ մտածում եք, որ եթե ուրիշները ձայն ստանան, դրանով կփոշիացնեն ձայները։ Այդ հարցը ձեզ տվեք։ Մենք մասնակցում ենք, որովհետև չենք հաշտվում այդ մտքի հետ, որ պայքարը գնալու է այս երկուսի մեջ, որովհետև այս երկուսի վարած քաղաքականությունը մեզ համար անընդունելի է մեր երկրի ներկայի ու ապագայի համար։ Մենք պայքարում ենք, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ աջակցեն մեզ, եւ մենք կարողանանք ստանանք ծանրակշիռ ձայներ, կյանքի կոչենք մեր ծրագիրը։ Եթե դուք արդեն ի սկզբանե հաղթողին որոշել եք, մեկը գտնում է, որ նա պետք է լինի, մյուսը նա լինի, հանկարծ ձայն չփախցնեն, ումից չփախցնեն, որով ընտրվի ըստ ձեզ։ Այսինքն ձեզ համար կարևորը, որ դուք որոշել եք, որ ինչ որ մեկը լինի, ավելի լավ է նրան չխանգարեն։ Եվ դա է պատճառը, չէ, որ հիմա օրը մեկ կամ մի քանի հրապարակային գործիչներ հայտարարում են, որ միանում են Սամվել Կարապետյանին, կամ կոչ են անում միանալ Սամվել Կարապետյանին, եթե նույնիսկ իրանք ընտրության չմասնակցեն։ Իրենք 100%-ով համոզված են, չէ, որ Սամվել Կարապետյանը վարչապետ չի դառնալու։ Թե կասկածում են, որ մեր սահմանադրությունը այդ հնարավորությունը չի տալիս։ Եթե նույնիսկ ինքը շատ ձայն հավաքի դիմի քաղաքացիությունից հրաժարվելու դա ժամանակապետ, դրա համար ստացվելու է այնպես, որ իրանց թիմից մեկ ուրիշն է լինելու։ Կամ եթե ուզենան սահմանադրական օրենք փոխեն, երբ քաղաքացին դառնա վարչապետ, այդ չափի ձայն իրանք չեն ունենալու։ Ու դա չի կատարվելու անմիջապես։ Որտեղ դրա համար հսկայական ժամանակ է պետք դա կատարվելու, իսկ այդ ընթացքում չի լինելու վարչապետ Սամվել Կարապետյանը, բա դուք ասում եք, մենք իրան ենք վստահում, ինքը կարող է այդ հարցը լուծել, բայց դուք գիտեք, որ այդ հարցը չի լուծվելու, ինքը չի լինելու, եւ ինչ է ստացվում, բա վաղը դուք ոնց եք նայելու ժողովրդի աչքին, երբ որ ընտրությունն ավարտվի ու Սամվել Կարապետյանը վարչապետ չդառնա։ Բա դուք ասում եք, ժողովուրդ ջան, ճիշտ ասած, մենք ուզում էինք Հայաստանը գնա Եվրամիություն, այ մենք դրա ջատագովն ենք, բայց իմաստ չունի դրա ուղղությամբ մտածել, հաղթողը Սամվել Կարապետյանն է, միանում ենք իրա։ Այսինքն ձեր գաղափարը դա բռնում է միանալու։ Ես նույնիսկ չեմ ասում, ինչի մեզ չեք պաշտպանում։ Եթե դուք Սամվել Կարապետյանն եք պաշտպանում, շատ ավելի լավ է, որ մեր անունը չեք տվել։ Դա շատ բացասական ազդեցություն կունենար մեր վրա։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ տրամաբանությունը, որ դու ասում ես, ես դա չեմ ուզում, բայց քանի որ հաղթողն ինքն է, ես միանում եմ եւ սատարում եմ իրան կամ կոչ եմ անում, որ սատարեն իրան։ Մեկ էլ վաղը պարզվեց, որ այդ մարդը վարչապետ չդարձավ։ Բայց այդ դեպքում ինչ է ստացվում։ Հասարակությանը դուք ինչ եք ասելու, աչքերի մեջ ոնց եք նայելու։ Ձեր ամբողջ տրամաբանությունը նա էր։ Արածը չենք ընդունում, բայց ինքը որ կարող է հաղթի, իրան ընդունում ենք։ Տակը ոչինչ չի մնում, մնում է դատարկություն, եթե դուք կոչ եք արել հաղթողին միանալ, հաղթողը չի հաղթել։ Բա վերջը մենք գոնե ասում ենք, մենք գաղափարին ու ծրագրին միացեք։ Ինչքան ձայն կստանանք, տեր կկանգնենք այդ ձայներին։ Դրանք մեր ձայներն են, դրանք ձեր ձայներն են։ Դրանք են սկզբունքային ձայներն են, ոչ մի պարագայում որևէ մեկին չի վաճառվելու։ Մենք կշարունակենք մեր գործը։ Մտածելով, որ բավարար չափով հասարակությանը չենք կարողացել վստահելի երևալ կամ բավարար չափով հասարակությունը չի մտածել, որ այսօր այդ ընտրությունը պետք է կատարեր։
Շարունակենք պայքարել, աշխատել, օգտագործել բոլոր հնարավոր լծակները, նաև ժողովրդի այս ակտիվությունը։ Մենք ասելու բան կունենանք նաև ընտրություններից հետո, անկախ ստացած ձայների քանակից։ Բայց ինչ ասելու բան են ունենալու նրանք, որ ասում են մենք ուզում էինք սա, բայց հետո տեսանք, որ այն մեկը ավելի մեծ հնարավորություն ունի, միացանք նրա։ Ես որ միանում էի Գուրգեն Սիմոնյանին, անկեղծ ասած ես տեղյակ էի, որ ինքը Forbes-ի միլիարդատերի ցուցակի մեջ ընդգրկված չի։ Ու անկեղծ ասած տեղյակ էի, թե Forbes-ի միլիարդատերների ցուցակի մեջ ով է ընդգրկված։ Բայց միացել ենք, որ միասին քայլ անենք, գործ անենք, օգնենք իրար, ոչ թե գնացել ենք ինչ-որ բանից օգտվելու, որտեղ տեսել ենք, որ այս ծրագիրը անելու համար պետք են գաղափարակիցներ։ Մարդիկ, ովքեր հավատում են դրան և ուզում են դա անել, ու կանգնում ես, ասում ես մեր համեստ ուժերի ներածի չափով դա անենք։ Ինչ եք անում դուք։ Դե գնանք միանանք, թեկուզ ոչինչ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա մեծանա, կարևորը որ ինքը դե հաղթողա, մենք էլ հաղթողին ենք միացել։ Ինձ մի անեկդոտ դա հիշեցրեց, ես ճիշտ կարծում էի դա անեկդոտ է, ժողովուրդ։ Չէ, սա արդեն դարձել է մեր երկրի այսօրվա նախընտրական օրակարգ։ Անեկդոտը հետևյալն էր։ Ուսուցիչը ուսուցչուհին հարց է տալիս աշակերտին. Պավլիկ, ինչ ես ուզում դառնալ։ Իսկ Պավլիկն ասում է, ուզում եմ մեծանամ, հարուստ դառնամ, խոշոր բիզնես ունենամ, կնոջս համար ադամանտներ առնեմ, մուշտակ առնեմ, մեքենա առնեմ, տանեմ աշխարհը մանտամ եւ այլ եւ այլ։ Եվ ուսուցչուհին ասում է շատ լավ, նստի, Վովա, իսկ դու ինչ ես ուզում դառնաս, որ մեծանաս։ Ասում է ես առաջ ուզում էի դառնալ տիեզերագնաց, բայց լսելով Պավլիկին ուզում եմ դառնալ Պավլիկի կինը։ Ժողովուրդ, այսօր մի շարք հրապարակային գործիչներ ուզում էին տիեզերագնաց դառնալ, բայց որոշեցին դառնալ Սամվել Կարապետյանի կինը։ Սա է ձեր քաղաքականությունը։ Ավել բան, ավել գնահատական դուք չեք ստանալու մեր ժողովրդից։ Այս մակարդակի է հասել մեր քաղաքականությունը։ Տեսնում եք ինչ հերթեր ա գոյացել։ Գաղափարի շուրջ է այդ հերթերը։ Այսինքն դուք ուզում եք Հայաստանը ավելի շատ ընկղմվի Ռուսաստանի ազդեցության տակ։ Բա ինչ է նշանակում, դե գիտենք, որ ինքն է հաղթելու։ Պայքարեք, եթե գաղափար ունեք, պայքարեք, որ դա այդպես տեղի չունենա։ Խառնեք խաղաքարտերը եւ իշխանության եւ ռուսամետ ընդդիմության։ Բա դա ձեր քաղաքականությունը։ Մենք ուզում ենք գնալ Եվրամիություն, բայց դե Թուրքիան ուժեղ է, մենք հո չենք կարա Թուրքիայի հետ լավ չլինենք, դռները բացենք Թուրքիայի առաջ, սրտներս բացենք Թուրքիայի առաջ։ Մենք իհարկե գտնում ենք, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա։ Մեղավորը Ռուսաստանը, բայց Ռուսաստանը մեծ է, ժողովուրդ ջան, ոնց կարող է պատահել Ռուսաստանը սխալ լինի, մեծը ոնց կարա սխալ լինի, չէ, ժողովուրդ ջան, չէ, հայո, մենք հասկանում ենք, որ հարձակվել են Ուկրաինայի վրա, բայց Ուկրաինան է մեղավոր, որովհետև Ռուսաստանը մեծ է, սա կոչվում է քաղաքականություն, ժողովուրդ ջան։ Ես զարմանում եմ, ոնց եք այս խելքով տնից դուրս գալիս, կամ եթեր մտնում։ Ու դրա համար ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, որ այն մարդը, ով ցանկանում է ինչ-որ բանի հասնել, մեր բուհում, որտեղ ես սովորել եմ, Միչանսկում պատին գրած էր, մարդ այնտեղ է հասնում ինչ-որ բանի, ուր հավատում է իր ուժերին, Լուդվիգ Ֆոերբախ։ Բոլոր տարիների ընթացքում, որ սովորել եմ, այդ Միչանսկով անցնելուց դա պատին գրած է եղել։ Շատ բաներ եմ իմ կյանքում սովորել, շատ բաներ եմ լսել, շատ բաներ եմ կիրառել։ Բայց երբեք չեմ մոռացել մտնելով բուհ առաջինը ինչին եմ հանդիպել Միչանսկում։ Էս ինչա կատարում ձեզ հետ։ Էսով է աղոթել ես ազգին։ Ասма դե գնանք հաղթողին միանանք։ Կապ չունի այդ հաղթողի
գաղափարները, ծրագրերը, քայլերը մեզ պետքա թե չէ։ Բա մի բան էլ մեզ կտա։ Բա հոսանքի վճարը բա ով պետք է անի։ Բա դուք հրապարակային գործիչ եք։ Դուք եք այսօր հրապարակային գործիչ, այս ազգի սերուցքն եք, հա, ոչ բարով։ Այս ազգը պետք է ցանկանա ձեզ ընդօրինակի։ Պետք է օրինակ բերի ում հրապարակային գործիչներին, որ ասի գիտեք, այդ մարդիկ կարան պրոբլեմի մեջ էլ մտնեն, զրկանքներ էլ կրեն, ոչ մի գայթակղությանն էլ չենթարկվեն, ոչ վախենան ուժից, ոչ գայթակղվեն փողից եւ մնան իրենց սկզբունքներին։ Եվ օրի մեծանում է հավատացողների թիվը։ Դուք տեղյակ չեք, դուք այս երկրում չեք ապրում, որտեղ մարդիկ օրինակ են վերցնում։ Ասում են բասա է։ Մենք պաշտոնի ու փողի տեղերը չգիտեինք։ Իսկ հիմա դուք կարծում եք մենակ է, դա։ Հիմա ես դες ներկայացնեմ, թե Պեսկովն ինչ է ասում, Ավերչուկը ինչ է ասում, եւ դուք արդեն կհասկանաք, որ սա էլ է նախընտրական քարոզչություն է Ռուսաստանից։ Սա Նիկոլ Փաշինյանի դեմ չի, ոչ էլ Հայաստանի դեմ չի, ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել է, պայմանավորվել են, որ հիմա իրանք պետք է Հայաստանի նահաբեկեն։ Ոնց որ ասում ուզում եք խաղաղություն, պետք է Ադրբեջանի ասած տանեք, թե չկմտնի կգրավի, ժողովուրդ ջան պատերազմ ալնելու, ընտրեք մեզ, բերենք խաղաղություն, եթե մենք չեղանք պատերազմ ալնելու։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրում է, չէ, բադօրենք է իր ընդունել, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա։ Բան ինչի քայլեր չարեցիր, ինչի փորձեցիր մարդկանց աչքին թոս փչել, որ իբր թե դե օրենքը ընդունեց, հետո տեսար, որ դա չի ստացվում, անկեղծորեն խոստովանեցիր, որ դու մեզ Եվրոպա տանողը չես։ Բայց հիմա որպեսի հանկարծ չմեղադրեն ինչու տանողը չես, եւ հանկարծ այդ ձայները չկորցնի, որ այն մարդիկ, ովքեր հաստատակամ կկանգնեն, կասեն ժողովուրդ ջան, այս խաղերին մի հավատացեք, մենք ենք իրական քայլը անելու, ոչ էլ Նիկոլ Փաշինյանին աջակցողներին հավատացեք, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ որոշի նրան աջակցելու են, այդ ձայները կորացա, տակ Փաշինյանին, թե իր արբանյակ ուժի, դա նույնն է։ Դա Փաշինյանի ձայներն է, իմաստավորն է, նա Եվրոպա չի տանելու, ինչքան ուզում է իրանք խոսան Եվրոպայից, Ամերիկայից կամ ՆԱՏՕ-ից կամ որևէ արևմտյան անվտանգային համակարգից։ Բայց այդ դեպքում նրանք, ովքեր ասում են Հայաստանի ապագան սա է, Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրի, որ ժողովուրդ ջան, դուք չեք հասկանում, ախր։ Ես էլ եի ուզում տանեմ Եվրոպա, բայց այս փիս Ռուսաստանը օդը կփագի, գազը կփագի, Լարսը կփագի, այն մարդես միամիտները տեղյակ չեն, թե Ռուսաստանը մեր գլխին ինչ կբերի, որպեսի այն հասարակությունը, որը վերջապես, որը որ վիրավորված էր, նեղացած էր, տանը նստած էր, ոչ ձայն կտար Նիկոլ Փաշինյանին, ոչ է Ռոբերտ Քոչարյանին, որ Նիկոլ Փաշինյանից պրսնի կամ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության, այդ մարդիկ նեղացած տանը նստած էին, որովհետև չեն հավատացել, չեն տեսել են քաղաքական ուժին, որի համար տնից դուրս կգային կգնային ընտրության, իսկ այդ մարդիկ 5000 դրամով ծախվողները չեն։ Այդ մարդիկ էլ այսօր անհանգստանան, ասեն լավ, ենթադրենք գնանք ընտրենք, բայց իսկականից, բա որ Ռուսաստանը Լարսը փագի, օդը փագի, գազը փագի, բա ինչ ենք անելու։ Սա ձեզ տանը նստացնելու կոչերն է Ռուսաստանից, որը պայմանավորվել է Փաշինյանը Պուտինի հետ, փակ հանդիպման ժամանակ, բացի ժամանակը դուք լսել եք, փագի ժամանակ, ու եկավ Հայաստան ինքը ասուլիսի ժամանակ, ասեց ճեպազրույցի ժամանակ, որ ասեց շատ բարձր է գնահատում եւ շատ արժեքավոր Պուտինի հետ հանդիպումը, բա դուք ինչ հակասություններ եք քննարկում, որ հակասություններ եք քննարկում։ Դա արվում է նրա համար, որ եթե մարդիկ քիչ մասնակցեն Փաշինյանի ստացած ցայները, վարչական ռեսուրս գումարած գլխին մեռնողների, ոտին մեռնողների, լյարդը ջիգարը եւ մնացած մարմնի մասերն ուտողների ցայները չի կարող լինել 50%-ից ավել։ Բացառվում է։ Դրա համար պետք է մարդիկ քիչ մասնակցեն, որ այդ թիվը գործակցով բարձրանա։ Այդ դրա համար պետք է ձեզ ասի Ես էլ էի ուզում, բայց տենում ես Ռուսաստանը ոնց է մեզ վախացնում։ Մոտարապես այնպես, ոնց որ մեզ վախացնում էր, ցլերը կհարցակվեն, եթե սահմանադրության նախաբանից չհանենք անկախության հռչակագիրը։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ, որ հանկարծ չխաբվեք, թե Ռուսաստանը ինչ որ Նիկոլ Փաշինյանի խաղը չի խաղում։ Պուտինի հետ հանդիպելուց հետո Փաշինյանը շատ գոհ է հանդիպումից եւ նրանք հարձակվում են հանդիպումից հետո։
Բա դա ինչ որ բան չի նշանակում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Ղարաբաղի պատկանելիության մասին որոշումը Երևան ներկայացրել, Մոսկվան այստեղ կապ չունի։ Միակ բանը, որ նախագահ Պուտինը եւ Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկելիս մեզ ավելորդ հղումներ չլինեն։ Այս Պեսկովը մեկնաբանում է այն, որ Փաշինյանը կանգնում ասում է, դե ես ինչ անեի, բա դուք հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ես էլ ընդունեցի։ Կարելի է կարծել Պուտինը, որ ինչ ասում է, դու պետք է ընդունես։ Հիմա մյուսը Դմիտրի Պեսկովը Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է։ Այսինքն այդ հանդիպման ժամանակ մեկ անգամ եւս Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է խորահարգարժան Վլադիմիր Վլադիմիրիչին, որ ինքը Եվրամիություն չի գնալու։ Էդ էլ որ ինչ որ հայտարարում է, դա անում է նրա համար, որ Եվրոպայի հետ կապված հարաբերությունները ինչ որ նորմալ ձևով պահի։ Ոչ ավելի։ Ինքը ստեղ եւ պատահական չի, որ Պեսկովը նշում է, որ այսինքն դա Հայաստանի իշխանությունները հավաստիացել են, որ նրանք հասկանում են դա։ ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության գործող համակարգերը անհամատեղելի են, դրանք տարբեր են։ Չէ, մենք գիտենք, որ անհամատեղելի է։ Մենք գիտենք, որ դրանք տարբեր է, բայց դրա համար ասում ենք, եթե քայլ անենք Եվրամիության ուղղությամբ, պետք է իրանց հետ խոսել, անվտանգային հարցեր լուծել, 1000-ը հարցեր լուծել։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, չէ, ժողովուրդ ջան, մենք չենք կարող քայլեր անել Եվրոպայի ուղղությամբ, որովհետև խնդիրներ կունենանք։ Հիմա տեսեք, Ալեքսեյ Ավերչուկը, որը որ բավական ծավալուն ձևով պրետենզիաներ էր ներկայացնում Նիկոլ Փաշինյանին մինչև հանդիպումը, հիմա սա հանդիպումից հետո է այդ պրետենզիան ներկայացնում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ. Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, Ռուսաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա։ Այժմ Եվրոպական միության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա։ Նշանակում է մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա։ Սա կարող է կոշտ հնչել, բայց ուզում եմ, որ հայերը հասկանան, որ դա տեղի կունենա, քանի որ որոշումներ են կայացվել Եվրամիությանը մերձենալու մասին։ Հիմա տեսեք, Հայաստանը Եվրամիության անդամ, եթե նայենք մյուսների գրաֆիկը, կավատևի տասնամյակներ, բայց Հայաստանը եթե առաջի քայլն անի, քայլ առ քայլ գնա, կստանա աջակցություն, բազմապիսի եւ օրենսդրություն փոխելու եւ որոշակի քաղաքական համակարգեր, բացի դրանից էլ նաեւ տնտեսական աջակցություններ, որպեսզի մեր տնտեսությունն էլ պատրաստվի եվրոպական ստանդարտներին, այսինքն առաջի իսկ հայտից կարա քո համար հարաբերությունները լավանա, բայց դա կարող է տևել տասնամյակներ։ Այսօր Ռուսաստանն ասում է, որ իմացեք, որ եթե հանկարծ դուք ուզենաք Եվրամիության անդամ դառնաք, օդը կփակվի, բայց հարց, այսինքն դուք ուզում եք ասեք ուկրաինական պատերազմը 20 տարի տևելու է, կամ ուզում եք ասեք, որ պատերազմը ավարտվելուց հետո մեկը Եվրոպան ձեր օդը չի բացելու, ես ճիշտ եմ հասկանում, ու դուք ուզում եք մեզ կողեք ձեր ազդեցության տակ, հայտարարելով, որ առաջիկա 20 տարին Եվրոպայի հետ դուք ունենալու եք այն հարաբերությունը, որը հիմա է, Ավերչուկ դու իրոք ճիշտ ես հասկացել դա, ձեր երկիրը 20 տարի այս տեմպին դիմանալու է, այսինքն դուք պատրաստում եք Եվրոպայի հետ 20 տարի կռվել, ասում եք ուկրաինական պատերազմը այսօր եկուց պրծնում է, խաղաղության փաստաթուղթ ենք ստորագրում, սահմանները բացում ենք, բայց սահմանները բացեք, Եվրոպայի օդը չի բացվելու ձեզ համար։ Ո՞նց է Եվրոպայի օդը ձեզ համար բացվելու, մեզ համար փակվելու։ Այսինքն մենք ասել ենք, որ վաղը մտնում ենք Եվրամիություն։ Սա ինչ է նշանակում։ Ձեր օդը կփակենք։ Այդ օդի մասին չի, այդ օդերը կփակելու մասին է։ Սա ում համար է ասում։ Ձեզ համար, ժողովուրդ ջան։ Որ դուք ասեք, դե լավ է, էլի։ Հիմա մի բան անենք, մի օդը փակեն։ Ուրեմն իմացեք, ժողովուրդ ջան, այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը ոնց Ալիևի հետ պայմանավորվել, որ օգնի ես ընտրվեմ, Էրդողանի հետ օգնի ընտրվեմ, Պուտին օգնի ընտրվեմ, ես ոնց ասես, տենց կանեմ։ Բայց հիմա որպեսի լավ հասկանան Հայաստանը ինչ հակատա, մի քիչ հայ ժողովրդին վախացրու, որտեղ տեսնում ես ինչ լավ արդյունք է տալիս Ալիևի վախացնելը։ Մարդիկ հիմա արդեն Հայաստանը ով ինչից խոսում է, ասում է դու ես գնալու պատերազմ, քո երեխեն է գնալու պատերազմ, այո մենք խաղաղություն ենք ուզում, ու դուք խաղաղություն եք ուզում ու դրա երաշխավորը ինչպես Ալեն Սիմոնյանն է ասում, Ալիևն է։ Ես ճիշտ եմ հասկացել, որ դուք խաղաղությունը այդ ձևով եք ուզում։ Դա համար ժողովուրդ ջան, ինչպես տեսնում եք,
մենք վճռական ենք, ինչպես տեսնում եք մենք համառ ենք, ինչպես տեսնում եք մենք հրաշալի գիտենք ինչպիսի ռեսուրս ունի իշխանությունը ու պետք չի ինձ բացատրել թե ինչպիսի ռեսուրս ունի, հավատացեք, որ շատ լավ տիրապետում եմ իրանց ռեսուրսը, ինտելեկտուալ ռեսուրսին էլ չկասկածեք, որ տիրապետում եմ ու շատ շատերին անձամբ ճանաչում եմ։ Ինչպիսի ռեսուրս ունեն ռուսամետ ուժերը, նրանց շատերին անձամբ ճանաչում եմ, հավատացեք, որ շատ լավ տիրապետում եմ, թե իրանք ինչ են անում, ոնց են գրամ մարդկանց ներգրավում աշխատանքների մեջ, փողը բաժանում, գնացեք մեզ համար աշխատեք, այս արեք, այն արեք եւ այլ եւ այլ։ Բայց դա մեզ չի անհանգստացնում։ Մեզ անհանգստացնում է, որ ժողովուրդը հանկարծ դրա վրա չխաբվի։ Մեզ անհանգստացնում է, որ ժողովուրդը հանկարծ չհիասթափվի, ասի մեկը մեր բանով քվեարկությամբ ոչինչ չի որոշվելու, արդեն ամեն ինչ որոշված է։ Ոչ ժողովուրդ ջան։ Այս պայքարի մեջ բավական է մասնակցությունը մի քիչ բարձր եղավ։ Երկուսից ոչ մեկի խաղը չի աշխատելու։ Ինչքան ուզում է ճոռոմ խոսան, իշխանությունն ասի մեծամասնություն եմ ստանալու կամ ռուսամետ ընդդիմությունն ասի մեծամասնություն եմ ստանում։ Երկուսի մեծամասնությունը որ գումարես 100%-ը կանցնի։ Դուք հասկանում եք, որ երկուսից մեկը խաբում է։ Իսկ ես ձեզ ասում եմ, հավատացնում եմ, երկուսն էլ խաբում են։ Ուղղակի հավատացեք մեզ եւ արդյունքը կտեսնեք։ Մեր ցանկացած ծանրակշիռ մասնակցության ներկայացվածության պարագայում ձայների պարագայում դուք կտեսնեք, որ երկուսն էլ բացահայտ ձեզ խաբում էին։ Դրա համար, որպեսի այս ծրագրին աջակից լինեք, նախ եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյա YouTube ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, բացի դրանից եթե ցանկություն կունենաք ալիքին աջակցեք, տեսնում եք ինչ ծավալի աշխատանք ենք անում եւ համառորեն անելու ենք, տեսնում եք նաեւ անհավասար պայքարը, դրա համար նյութական աջակցության համար բոլոր հնարավորությունները կան, նյութի նկարագրական մասում, թե արագ փոխանցման, թե բանկային, թե Patreon, թե PayPal, թե քարտային, թե դրան բոլորը ամեն ինչ բոլոր հնարավորությունները կան, բայց շատ ավելի կարևորը հավատացնում եմ ձեզ, որ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ, իր հետ, որովհետև ինքը շատ ավելի լավ գիտի, թե կոնկրետ ինչ կարգի աջակցությամբ դուք կկարողանաք ձեր մասնակցությունը ունենալ այդ ծրագրին, կասի ոնց անեք, ինչին փոխանցեք, ինչ անեք, ինչ խնդիրներ լուծեք։ Ինչպես տեսնում եք, նաև մարդիկ են գտնվում են, որոնք աջակցում են եւ որի հնարավորություններով էլ մենք կարողանում ենք առավելագույնը անել, ինչ որ մենք ի վիճակի ենք։ Կարող ենք ավելին անել ձեր աջակցությամբ եւ դա կլինի ձեր ծրագիրը, դա կլինի մեր ծրագիրը, դա կլինի ձեր երեխաների ապագայի ծրագիրը, ոչ թե որևէ օլիգարխի ծրագիրը, որտեղ մենք չենք կարող վաճառել ձեր ձայները, որովհետեւ մենք այդ ձայների համար փող չենք տվել։ Դա մերը չի, դա ձերն է։ Այ մյուսները կարող են, որտեղ իրանք առել են ձեր ձայները։ Իրանք կվարվեն այնպես, ինչպես կուզենան։ Կասեն ժողովուրդ ջան, բա մենք չտվեցինք այդ փողերը։ Իսկ մեզ դուք եք փող տալիս, մենք ում ձայնն ենք վաճառում։ Ինչ բարոյական իրավունքով կամ առհասարակ ինչ իրավունքով։ Այնպես որ շատ ծանր են տանում մեր տեսակետը, մեր դիրքորոշումը, հասկանում եք թե ինչի համար։ Այնպես որ կարծում եմ, որ կարճ ժամանակ է մնացել, մենք ապացուցենք, որ որակապես կարող ենք բան փոխել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. «Երեքշաբթին Իրանում կլինի էլեկտրակայանների եւ կամուրջների օր։ Նման բան երբեք տեղի չի ունեցել։ Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք։ Փառք Ալլահին»։ Իհարկե քրիստոնեական արժեքները դավանող Դոնալդ Թրամփը, որ շատերն է միամտաբար կարծում են, որ իրանք ասեն, որ մենք քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջի երկիրն ենք, որի շատ կարևոր է, որ մեր հետ լավը լինի, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մոռացել եք, որ մեր մոտ նավթ չկա, ախր Դոնալդ Թրամփի կրոնը նավթի հետ ուղղակի առնչություն ունի։ Ինքը արաբներին է շատ սիրում, ինքը Թուրքիային չի, Ադրբեջանին է շատ սիրում, նա գիտի ինչի համար է սիրում։ Ինքը Իրանին չի սիրում, որովհետև կրոնը չի պատճառը, որովհետև ինքը դեռ նավթը չի վերցրել իր ձեռքը, Իրանը դեռ համաձայն չի, բայց ինքը որ Ալլահին փառք տալի, մեկը հասցնի, դու որ իրավունքով ես Ալլահին փառք տալի, դու այդ կրոնի կրողն ես, այն միամիտներ, բայց գիտեիք Դոնալդ Թրամփը ձեր կրոնն է պաշտպանելու։ Բայց հետո ինքը ահաբեկում է, որ դժոխք է սարքելու, այդ լսեցինք, դե դժոխք է սարքում է մեր հարևան երկիրը, մենք հասկանանք գլխներս ինչ է գալու։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի ներկայացուցիչ փոխգնդապետ Էբրահիմ
Զոլֆաղարին ԱՄՆ-ին եւ Իսրայելին նախազգուշացրել է, որ ցանկացած հետագա թեժացում կհանդիպի լուրջ բացասական արձագանքի ողջ տարածաշրջանում։ Մի մոռացեք, որ ագրեսիայի ընդլայնման դեպքում ողջ տարածաշրջանը կվերածվի դժոխքի ձեզ համար։ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հաղթանակի պատրանքը կվերածվի ճահճի, որտեղ դուք կխեղդվեք, ասել է Զոլֆաղարին։ Բայց դրանից առաջ դե հիշում եք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ էր ասել. Իրանի սպառնացել էր դժոխքով, եթե Հորմուզի նեղուցը չբացվի 48 ժամվա ընթացքում։ Մաշվում է այդ 48 ժամը եւ ինքը պետքա որոշում կայացնի։ Այդ որոշումը համարում է, որ ժամանակը լրանում է երեքշաբթի օր, այսօր կիրակի է, այսինքն 2 օր հետո։ Բացի դրանից հիմա էլի նորից Իրանից սպառնալիքներին պատասխանել են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին ի պատասխան Իրանի Խաթամ ալ-Անիբա զինված ուժերի կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին խոստացել է, որ եթե ԱՄՆ եւ Իսրայելը հետագա հարվածներ հասցնեն իրանական ենթակառուցվածքներին, դժոխքի դարպասները կբացվեն։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվի եւ կտեղակայենք մեր զինված ուժերը մեր ժողովրդի եւ ազգային արժեքների իրավունքները պաշտպանելու համար, ցանկացած ագրեսորի դնելով իր տեղը։ Աբդոլլահին ընդգծել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հետագա հարձակումների դեպքում Իրանը կհարձակվի այդ երկրների կողմից օգտագործվող ցանկացած ենթակառուցվածքի վրա։ Պատերազմի առաջին օրերից մենք կատարել ենք մեր խոստացած ամեն ինչ։ Այս ուղերձն այն է, որ դժոխքի դարպասները կբացվեն ձեր առջև, եզրափակել է Աբդոլլահին։ Հիմա Դոնալդ Թրամփը, որ տենց կրակոտ ասեց երեքշաբթի օրը դուք ձեր հալը կտեսնեք, համբերություն չունի, որ սպասի երեքշաբթի, այսօր արդեն ուրիշ հայտարարություն է անում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է. կարծում եմ վաղը կկարողանանք համաձայնության գալ Իրանի հետ։ Բայց հայոյանք, բան, էս կողմ, այն կողմ, վիրավորանք, չսպասեցիր մինչև երեքշաբթի։ Բայց ինչ է, այդ մարդիկ հետո զանգել ասել են կներես երեքշաբթի կբացենք, թե ավելի շուտ կբացենք, բա ոնց եք համաձայնության գալու։ Միաժամանակ Թրամփը չի բացառել ամեն ինչ պայթեցնելու եւ նավթը վերցնելու հնարավորությունը, եթե գործարքը չկայանա։ Անկախ ամեն ինչից մեր հարևանն է Իրանը, մենք չենք ցանկանա իր հետ կապված խնդրեմ ունենանք։ Բայց դուք պատկերացնում եք հանկարծ Իրանը հաջողություն ունենա։ Դուք պատկերացնում եք հանկարծ Ռուսաստանը հաջողություն ունենա Ուկրաինայում։ Հետադիմական ուժերը հաջողություն են ունենում, ժողովուրդ ջան, մենք մոլորակը հետ ենք տանում։ Արասներս ինչ է։ Բայց սա ենք ասում։ Իհարկե մեր շահերից չի բխում, որ հետադիմական ուժերը հաղթեն, որովհետև հաստատ Ռուսաստանը Ուկրաինայից առաջ չի, հաստատ Իրանը Ամերիկայից առաջ չի։ Բա մենք ինչի՞ց դի ուրախանանք, եթե հաջողություն ունենա այս մի թևը։ Մենք երբ որ քննադատում ենք Ամերիկայի վարած քաղաքականությունը, կշռադատված չէր, հաշվարկված չէր։ Ժամանակավրեպ էր շատ հարցեր, չէին տիրապետում ներքին իրավիճակին, չէին տիրապետում, որ մի հատ հարվածելով հոգևոր առաջնորդին շարքից անելով իշխանությունը չի փոխվելու, ժողովուրդն է փողոց լցված դժգոհ ժողովրդին, դրանով առիթ չեք տալու, որ ինքը իշխանության դեմ դուրս գա, ընդհակառակը դրսից հարվածի պարագայում բացի ռեպրեսիաները, նաև իրանք հետ են քաշում, որ դավաճան չհամարվեն, որը չեն ծառայում դրսի ուժերին, բայց դրա մասին ձեզ չէին զգուշացրել։ Հենց ձեր մեջից էին զգուշացրել։ Լավ, հասկացանք, չեք բաժանորդագրվել Էդվարդ Տանտինա YouTube-յան ալիքին։ Դե Դոնալդ Թրամփը net ուրիշ բաներ ա լսում, նա հասկացանք։ Ինքը տենց կարող է չի կարևորում, բայց բալասեիք ձերոնց։ Մի հատ էլ հիշացնենք, չէ՞ մարդը ինչ էր ասում։ ԱՄՆ ազգային հակահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն Ջո Քենթի խոսքով Ալի Խամենեի սպանությունը Իրանում ռեժիմի փոփոխության հասնելու վերջին միջոցն էր։ Սա այն պաշտոնյան է, որը հրաժարական տվեց համաձայն չլինելով այն քաղաքականությունը, որը արեց Դոնալդ Թրամփը։ Եվ պարզաբանեց ինչի համար, ես ուղղակի հիշեցնում եմ, թե ինչ էր պարզաբանում։ Իսլամական Հանրապետության նախկին գերագույն առաջնորդի ագրեսիվ վերացումը հանգեցրել է նրան, որ իրանցի ժողովուրդը համախմբվել է կառավարության շուրջ։ Բա Դոնալդ Թրամփն ասում էր այսօր սպանենք, երեկոյան զենքը վայր են դնելու։
Այաթոլլահին սպանելով մենք միայն ամրապնդեցինք նրանց դիրքերը, քանի որ այժմ երկրի ներսում նրանք կարող են ասել. «Էй դուք բոլորդ, ովքեր կարծում եք, որ հնարավոր է բանակցել ամերիկացիների հետ, դուք պարզապես միամիտ եք, դուք պետք է պայքարեք նրանց դեմ», հայտարարել է Քենթը։ Քենթի այս հայտարարությունից քանի օր է անցել։ Բայց այդ հայտարարությունից այսքան օր անցնելուց հետո հիմա այս մարդու հայտարարությունը լսեք եւ իրականում ինչ կատարվեց դա լսեք եւ այդ մարդու քայլը, որ ինքը հրաժարական տվեց, որովհետեւ հասկացավ, որ իրան չեն լսելու։ Եթե իրան ոչ հրապարակային աշխատանքային կարգով չեն լսում, ավելի լավ է պատիվը ձեռը հրաժարական տա եւ հրապարակային ասի, թե որն էր ձեր սխալը, որի հետ չէր կարելի համաձայնվել։ Իսկ այն որ Դոնալդ Թրամփը երջանկացած ասում էր տվեցինք, սպանեցինք Այաթոլլա Ալի Խամենեին ու հեսա զենքը վայր կդնեն, որտեվ իրանց ղեկավարը չկա եւ ոգևորված պատմում էր, նաեւ ոգևորված պատմում էր Իսրայելը տեսակ ինչ արեցինք, որոշ ժամանակ հետո տեսան, որ համակարգը չփլվեց, հիմա արդեն լրիվ ուրիշ տոնայնությամբ են խոսում։ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը նշում է, որ օպերացիայի նախնական նպատակների մեջ չեն եղել Այաթոլլա Ալի Խամենեիի ֆիզիկապես վերացումը։ Լուրջ Փաստորեն ինքն էլ չի անդամագրվել Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, որտեղ պատմել են, որ Դոնալդ Թրամփը ասում էր ոգևորված, որ ինքն է սպանել, ինքն է հրաման տվել, տեսեք ինչ ենք անելու։ Լավ իրար հետ չեք շփվում, հասկացանք, գոնե մեր հետ շփվեք, իմանաք ձեր մոտ ինչ է կատարվում։ ԱՄՆ եւ Իսրայելը չէին պատրաստվում սպանել Խամենեիին։ Լուրջ Այսինքն հիմա հասկացել եք, որ սխալվել եք, ուզում եք ինչ արդարացնեք։ Այդ ոգևորության ձայնագրությունները կա է։ Խամենեիի մահն արդյունք էր նրա կեցավայրին հասցված ավիահարվածների, որտեղ զոհվել են նաև նրա ընտանիքի անդամները։ Փաստորեն Խամենեիի ընտանիքին ինչ էիք հարվածներ հասցնում, կեցավայրին ինչ էիք հարված հասցնում, չէիք ուզում իրան սպանել, բան չէիք խփում այդ շենքին։ Ուտեն ծանր հարված հասցնում։ Ուզում եք բան անեք, հա, անենց խելքի բերեք, թե քնաստեղը քնից անեիք, որ իրան բան առաջարկեիք։ Ինչ էր ձեր արածը։ Մտածում եք կավա մարդը չի լսել, որ դուք իրան ահաբեկում եք, ինքը արտանար լսեր, ուրիշ ձևի չգիտեիք ոնց խաբարան եք, մի հատ ծանր ռումբ գցեցիք, էլի դու ժողովուրդ, բայց հոմեր նպատակը իրան սպանելը չէր։ Ժորժ ջան, ամոթան չեք խայտարականը մեզ։ Մենք ներկայացնում ենք, որ տեսեք ամերիկյան արժեքները, գաղափարները, ծրագրերը, Ամերիկայի ուժը, Ամերիկան, որ ինչքան ուզում է խնդիր լինի ուժով թույլի իրավունքը պաշտպանող պետություն է։ Հալավ նավթել է վերցնում, էս էլ է անում, բայց ոչ մի անգամ չի կանգնել ասենց ասի մեր ուզած չուզածը նավթն է, մենք էս ենք ուզում, մենք նավթ ենք ուզում, շուտ տարեք մեր նավթերը տվեք։ Գոնե ինչ որ վեճ արժեքներից է խոսում։ Գոնե չէ գաղափարներից ու ծրագրերից էր խոսում։ Համենայն դեպս մենք ասում ենք, որ աշխարհը անհամեմատ ավելի անվտանգ է, եթե աշխարհի միաբևեռ աշխարհի ժամանակ աշխարհի հետ միակ բևեռը Ամերիկան էր։ Ու շատ ավելի անվտանգ կհամարեինք, որ եթե երկրորդ բևեռն է լինի Եվրոպան։ Հաշվի առնելով, որ Չինաստանը այդ հնարավոր չի հաշվի չնստել, երկուսով որոշեիք երրորդն է լինի Չինաստանը։ Բայց Ամերիկայից դա ենք ակնկալում։ Ամերիկայից ակնկալում ենք, որ իրանց սխալները մտածեն ու վրակցեն։ Իսկ հիմա ժողովուրդ ջան, այս ամեն ինչի մեջ պատկերացնում եք, մենք հիմա գնում ենք ընտրության։ Մեր իշխանությունները տեսնում եք, որ ընդհանրապես բացի ընտրություններից իրենց ոչ մի թեմա չի հետաքրքրում։ Առասարակ դրսի բաներից ոչ մի գլուխ չեն անում, ասում են դե լավ կսպասենք մի բան տեղի կունենա, ասենք դե տեսակ ինչ եղավ, բա ասում էինք, չէ։ Լավ ասեք էլի ինչ ալնելու, որ հետո իմանանք, բա ասում էիք ինչ եղավ։ Այդ դուք ինչից եք խաբարվոր։ Դրա համար կռիվը գնում է, ոնց անենք, աթոռը պահենք, մյուսն է ոնց անենք, այդ աթոռը վերցնենք։ Արդյունքում այդ աթոռին ում պարտական լինենք, իշխանությունը համարում է պարտական կլինի Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, պետք է լինի Իրանին, որևէ խնդիր չկա։ Այդ մյուսներն էլ պարզա պետք է մտածեն, որ գալիս են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունը սերտացնեն։ Այսօր ապրիլի 5-ին 2021 թվականին դարձյալ նախընտրական շրջան էր։ Հիմա հունիսի 7-ին է ընտրությունը, 5 տարի առաջ հունիսի 20-ին էր։ Այդ նախընտրական շրջանում մարդկանց հուշում էինք, թե ինչ է մեզ սպասվում։ Այն ինչ որ այսօր տեղի է ունենում, այնպես չի, որ այն ժամանակ պարզ չէր, թե ինչ է տեղի ունենում։ Ու ցավոք դա ոչ մեկը չէր լսում։
Հիմա ես ձեզ ներկայացնեմ, որ տեսնեք շատ բան է փոխվել կամ արդյոք ժամանակավրեպ է այն ինչ որ ասվել է 5 տարի առաջ ընտրությունից առաջ։ Ընտրությունը այն ժամանակ էլ մերն էր, իսկ ընտրությունը տարան Նիկոլ Փաշինյան թե Ռոբերտ Քոչարյան։ Թշնամի Թուրքիան լուրջ վտանգ է մեզ համար, բարեկամ Թուրքիան կործանարար վտանգ։ Աշխարհի շատ երկրներ են պատերազմել հարևանների հետ, բայց դա չի խանգարել հետագայում լավ հարևանություն անել։ Իսկ երեք մեկ ազգ համարվող ռուսներն ու ուկրաինացիներն այսօր փոխադարձաբար իրար համարում են թիվ 1 թշնամի։ Ուշադրություն, սա 21 թվականի ապրիլն է, պատերազմը սկսել է 22 թվականի փետրվարին, 21 թվականի ապրիլին այդ մթնոլորտն արդեն իրար թիվ 1 թշնամի էին համարում Ռուսաստանն ու Ուկրաինան, այսինքն պատերազմը անխուսափելի էր, դա պարզ էր անգամ 21 թվականին։ Ուստի ուզում եմ զերծ մնալ էմոցիոնալ գնահատականներից ու հարցը դիտարկել տնտեսագետի ռացիոնալիզմով։ Ասում են Թուրքիան առաջվանը չէ։ Միանգամայն համամիտ եմ։ 100 տարի առաջ Թուրքիան մեծ ցեղասպանության է ենթարկել, մեր պատմական հողերի մի մասից զրկել, բայց եղել են պահեր, երբ համախմբվել ենք ու նրա դեմ պատերազմել, արժանի հակահարված տվել։ Ժամանակակից Թուրքիան մեզանից շատ զորեղ է, ունի տարածաշրջանի ամենահզոր բանակը, ՆԱՏՕ-ի անդամ է, դարձել է թրքալեզու պետությունների համախմբող ուժ, ունի մեզանից շուրջ 30 անգամ մեծ բնակչություն, մոտ 25 անգամ մեծ տարածք։ Ժամանակակից Թուրքիան և հնարավորություն ունի, և ցանկություն կուլ տալու Հայաստանն ամբողջությամբ։ Իհարկե Թուրքիան առաջվանը չէ։ Իհարկե ավելի վտանգավոր է, ժողովուրդ ջան, բայց եմ բացատրում։ Նայենք, թե թուրքերն ինչպես են մեթոդաբար տեղավորվում զարգացած եվրոպական երկրներում, ինչպես են նրանք ժողովրդավար երկրներում օգտվում բոլոր բարիքներից, կրթվում, դաստիարակվում, այդ երկրների ընձեռած հնարավորությունների շնորհիվ, բայց կառավարվում Անկարայի կողմից։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նման հզոր լիդերը ստիպված եղավ խոստովանել, որ իր երկրում մուլտիկուլտուրիզմը ձախողվել է։ Թուրքերը Գերմանիայի քաղաքացի են դառնում, բայց չեն ընդունում անգամ տիտղոսային ազգի քաղաքակրթական ձեռքբերումները, այլ շարժվում են իրենց վարքուբարքով, փորձելով պարտադրել այն մյուսներին։ Այսօր Եվրամիության լոկոմոտիվ հանդիսացող Գերմանիան ու Ֆրանսիան լուրջ խնդիրներ են ունենում Թուրքիայի հետ հակադրվելու պարագայում, քանի որ ներսի թուրքերից անմիջապես ստանում են ցավոտ հարվածներ։ Պարզ ասած, Եվրոպան կրակն է ընկել իր չափից ավելի ժողովրդավարության ու թուրքերի չափից ավելի բռիության ձեռքը։ Բայց նայենք, թե քանի միլիոն են Գերմանիան ու Ֆրանսիան ու իրենց երկրների բնակիչ որքան թուրքն է նրանց ծնկի բերել։ Իհարկե ծնկի բերելը ճակերտների մեջ, որտեղ այնուամենայնիվ շատ ծանր են տանում, որ Գերմանիան եւ Թուրքիան խնդիրներ, աներողություն Գերմանիան եւ Ֆրանսիան խնդիրներ ունենան։ Եվրամիությունում Թուրքիան իր ներդրումային ծրագրերով չի կարող տնտեսական ազդեցիկ տարածքներ գրավել, բայց դա անում է մեկ այլ տեղում, չէ՞։ Դե նկատի ունեմ, որ այդ կշիռը չունի, էլի ինքը որ փողով Եվրոպան Իրանով անի։ Թուրքիայից զգալիորեն թույլ իր լավ բարեկամ Վրաստանում նպատակաուղղված թուրքերն ու ադրբեջանցիները ներդրումներ են անում այն տրամաբանությամբ, որ մի քանի տարի հետո իրենց արանքում այլևս Վրաստան պետություն չի լինի։ Քարտեզի վրա իհարկե կլինի, բայց երբ վրացիները գրկաբաց ու երկրի իմունիտետը կորցրած գնում են դեպի քաղաքակիրթ Եվրոպա, չեն էլ նկատում վտանգը, թե ինչպես են իրենց թիկունքում բռի ասիացիները գրավում իրենց երկիրը։ Մենք սեպի պես խրված ենք նեոօսմանյան ծավալապաշտական պլանների արանքը, ու մեր պարագայում էքսպանսիան չի լինելու թուրք բնակչությամբ, ինչպես Եվրամիությունում, ոչ էլ ֆինանսական, ինչպես Վրաստանում, այլ երկուսը միասին, ինչի արդյունքում Հայաստան պետություն չենք ունենա բավական կարճ ժամանակ անց։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, առայժմ մեր փրկությունը փակ սահմաններն են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Մենք փոքր պետություն ենք, առանձնապես հարուստ չենք բարեկամ երկրներով, ուստի չպետք է աշխարհի աչքում դիտվենք ապակառուցողական։ Այդ իսկ պատճառով պետական մակարդակով պետք է փորձենք նորմալ հարաբերություններ հաստատել հարևան Թուրքիայի հետ, ինչն արվում է բավական անգրագետ ձևով։ Հիմա ինչն արվել է համեմատաբար անգրագետ ձևով նախկինում, միամտաբար կարծելով, թե մեզ իրականում պետք է սահմանի բացումը,
բայց Թուրքիան գիտակցելով, որ դա մեզ շատ է պետք, ինչպես միշտ նախապայման է դնելու, ինչն էլ մեզ համար անընդունելի է լինելու։ Արդյունքում սահմանը չի բացվելու։ Թուրքիան կարող է իրեն թույլ տալ փակել հարևանի հետ սահմանը, աշխարհն էլ դրա դեմ աչք փակել, բայց երբ թուրքերը սահմանը բացեն, մենք կարճ ժամանակ անց գլխապատառ փակենք այն, հասկանալով, որ պատրաստ չէինք դրան, այդ դեպքում աշխարհը աչք չի փակի ու մեզ կպարտադրի բացել սահմանը։ Իդեպ մեզ պարտադրում է նաև Փաշինյանի միջոցով։ Այսինքն Փաշինյանը կարող հանկարծ տենց որոշում կայացնի, բացելուց հետո ասի փակում եմ։ Եկեք պահենք մեր երկիրն իր մոնոէթնիկ ունիտար տեսքով, որպես աշխարհասփյուռ հայերի մերան, որպես համայն հայության հայրենիք։ Հո չենք ուզում, որ Հայաստանը լինի աշխարհագրական տարածք, որտեղ լավ են ապրում չինացիներից սկսած մինչև մեքսիկացիները, իսկ երկիրը կառավարում են թուրքերը, հայերն էլ բռնել են գաղթի ճամփան։ Ստամբուլն այրան ծով չենք կարողացել դարձնել, հասկացանք, պետք էլ չէ, բայց ինչու ենք Հայաստանը Ստամբուլ պետություն դարձնում։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել։ Թուրքերի առաջ դռները բացել պատրաստվող Փաշինյանը պետք է հեռանա։ Չարեցիք այնպես, որ հեռանա։ Այսօր էլ կարողա չանեք այնպես, որ հեռանա, հետո կասեք, բայց դե ում մտքով կանցներ, որ թուրքերի նպատակը Հայաստանը կուլ տալն է, բացարձակ մտներովս չեր անցնում է։ Այո, մենք հարևանների այդ սահմանները պետք է բացենք, որտեղ անտրամաբանական է, որ մենք ասենք, մենք չենք ուզում բացենք։ Մենք միշտ ասում ենք, մենք ուզում ենք, իրանք չեն ուզում։ Բայց մենք այդ իմունիտետը ձեռք բերել ենք։ Մեր երկիրը պատրաստ է դրան։ Մեր երկրի տնտեսությունը պատրաստ է։ Ռուսական կապիտալով մտել են հայկական քաղաքական շուկա, տեսնում եք իրար գլուխ ջարդելով փողի հետևից ոնց են վազում։ Բայց սարսափում են, որ մտածում եմ թուրքերի ու ադրբեջանցի փողերը, որ Հայաստան մտան, երբ որ իրանք տեսնեն ընտրության ժամանակ հանկարծ ռուսական կապիտալը քաղաքական կշիռա ձեռք բերում, իշխանություն կարողա վերցնի։ Նույն հաջողությամբ իրանք են մտնելու։ Հիմա իրանք ուսումնասիրում են, թե ինչ տեղի կունենա հայերի հետ։ Տեսնում են ոնց են գլխապատառ փողի հետևից քցվել։ Բա դա է վտանգը։ Բա որ ասում ենք իմունիտետ չունենք, դա ենք ասում, որ չունենք։ Չունենք, որովհետև փողի քսակը բացեցին, վերջ, հալվում են, հոսում են գետի պես։ Բա սա է տեղի ունենում մեր առաջ։ Հիմա գոնե պետք է կարողանանք ասենք, որ ժողովուրդ ջան, մենք ունենք այդ դիմադրողականությունը։ Մեզ չեն կարող առնել։ Որտեղ եթե առավ ռուսը, վաղ առնելու է թուրքն ու ադրբեջանցին, չկասկածեք։ Վրաստանում նպատակային ներդրումներ են անում երկու կողմից էլ։ Գնացեք տեսեք։ Մենակ Բաթումը մի նայեք։ Գնացեք նպատակային ներդրումները նայեք ամբողջ Վրաստանի տարածքում։ Վաղը չեն կարողանալու մի հատ թուրքերի ու ադրբեջանցիների դեմ ծպտունները հանեն։ Այնպես որ ուզում պատկերացնեք, թե ինչի առաջ են կանգնած ու ինչի առաջ էին կանգնած ու չգնահատեցինք այդ վտանգը։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։